Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս process-ը, որը ահավոր ցավագին է եւ շատ մարդկային կյանքեր է խլելու, ցավոք սրտի դեռևս ամենապիկին չի հասել։ Մեզ մեր իշխանությունների ձեռամբ եւ մեր իշխանությունների ղեկին հայտնված անձանց հանձնառությունների արդյունքում դրել են զոհասեղանին։ Եվ այդ զոհասեղանի առաջի զոհը եղավ Արցախը, որը նվիրաբերվել է Ադրբեջանին, հենց այդ հակաիրանական եւ հակառուսական գործողություններ անելու տրամաբանության մեջ։ Այս պարագայում խստիական է, որ այդ Զանգեզուրի միջանց կոչվածը գործի, որպիսի Թուրքիայից դեպի Ադրբեջան ըստ արևմտյան ծրագրերի սպառազինությունների եւ մարդուժի, այդ թվում ահաբեկիչների հոսքը կարողանան անխաթար, անխոչնդոտ ապահովել, որով Իրանի հյուսիսից կարողանան գործողություններ իրականացնել, դրանով իսկ բզկտելով այդ երկիրը։ Այս ընտրությունները ցավոք սրտի եմ սա ասում, սա մեր լինել չլինելու ընտրություններ են լինելու, եւ սրա գիտակցումը պետք է յուրաքանչյուր հայի եւ Հայաստանի քաղաքացու մղի դեպի ընտրատեղամաս։ Ուժեղ Հայաստանը կռվանն է ընդհանրապես այս կապող, աշխարհի տարբեր հյուսիսը հարավին, արևելքը արևմուտքին կապող այս հանգույցի անդորը ապահովելու միակ միջոցն է։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Տիկին Աղաջանյան, մենք տեսնում ենք աշխարհում պատերազմներ եւ չավարտվող պատերազմներ եւ վերջին շրջանում Իրանում տեղի ունենալիքը, քանի որ մենք Հայաստանի Հանրապետությունն ենք եւ մեր ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ուզում եմ հասկանալ մեր վրա ազդեցությունը ինչքանով կփորձի Իրանի իրադարձությունները ազդել եւ նորից եմ կրկնում մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, այս հանգամանքը հաշվի առնելով նաեւ։ Եկեք հասկանանք ինչ է կատարում աշխարհում եւ ինչ տրամաբանության ներքո է դա, եւ այս պարագան նաեւ հասկանալ կլինի մեր երկրի ղեկին ցավոք սրտի նստած անձանց կառավարման ամբողջ նպատակային ուղղվածությունը եւ դրա հետևանքները մեր համար։ Այսօր մենք աշխարհում գտնվում ենք միաբևեռ աշխարհից բազմաբևեռ աշխարհի անցման փուլում եւ աշխարհի հեգեմոն 90-ականներին արդեն մեծ ոգևորությամբ դափնիները իր գլխին դրած Միացյալ Նահանգները բացարձակապես ցանկություն չունի զիջելու իր դիրքերը եւ իր ընկալմամբ հատկապես Թրամփի նախագահությամբ, որի դեպքում մենք տեսնում ենք բոլոր նախկին դիմակների դեն նետելը եւ դիմակների ներքո ես ի նկատի ունեմ նույն ամերիկյան քաղաքականության իրականացումը, բայց այսպես ասած ժողովրդավարության սկզբունքների առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, չգիտեմ, ազատ առևտրի եւ տնտեսական հարաբերությունների հաստատման քողի ներքո, բայց իրականում նույն հեգեմոնիկ վերահսկողության եւ տնօրինման քաղաքականության իրականացման պարագայում այսօր Թրամփ ուղղակի դեն է նետել այդ բոլոր դիմակները եւ հստակ իր երկրի եւ իր վարչակարգի առաջնայնությունները առաջ մղելով այդ հեգեմոնիան պահպանելուն ուղղված քայլեր է անում։ Դա լինի թե ռազմական առումով, թե քաղաքական, թե տնտեսական։ Բոլոր իր քայլերը բխում են առաջինը Ամերիկայի տնտեսությունը ուժեղացնելու եւ այնտեղ դրամային ներհոսքեր ապահովելու, այդ թվում նաեւ ստիպելով իր դաշնակից կոչված երկրներին, որոնք նախկինում հլու հնազանդ կամակատարի ձևով մեկ մատի շարժումով իրականացրել են ամերիկյան, ուրեմն քաղաքական թելադրանքները, այդ թվում այսօր երկրում պատերազմներ սկսելու միջոցով եւ դրա ամենացցուն օրինակը հենց ուկրաինական հակամարտությունն է, որ մինչ օրս միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլում եւ նաեւ այդ արտադրական կարողությունների վերադարձը ամերիկյան տնտեսության մեջ, դա մի կողմից, իսկ այստեղ արտադրական կարողությունները ամենահեշտ, այսպես ասած, պատառը, որը կարող է փոկել, դա եվրոպական դաշտն է, եւ մենք տեսնում ենք ինչպես է Եվրոպական միության տնտեսության քայքայման եւ նրա
փաստացիորեն չեզոքացման միջոցով փորձարվում ամերիկյան տնտեսությունը ոտքի կանգնացնել։ Նույն հաջողությամբ ռազմական արդյունաբերությունը, որը որպես կանոն ավանդաբար եղել է Միացյալ Նահանգների տնտեսական ուժեղացման ամենակայուն հենասյուներից մեկը, դա եղել է թե առաջին համաշխարհից հետո եւ թե երկրորդից հետո։ Եվ այս պարագայում մենք եւս տեսանք, ինչպես դատարկվեցին եվրոպական սպառազինությունների պահեստները, ամբողջովին տրամադրվելով Ուկրաինային, եւ այսպես տասնամյակների սպասման ցուցակների մեջ ներգրավեցին բոլոր երկրները, բոլոր եվրոպական երկրները, ակնկալելով, որ ամերիկյան ռազմական արտադրությունը ժամանակի ընթացքում կբավարարի եւ կփոխարինի այս պարազինությունները, որոնք իրենք տրամադրել են նույն Ուկրաինային։ Դա ռազմական բլոկով եւ Միացյալ Նահանգների ենթադրությամբ այդ ռազմական վահանի ուժեղացման ամենակարևոր մասերից մեկն է արևմտյան կիսագնդի, հա, ամերիկյան մայրցամաքի ամենատարբեր հատվածը իր վերահսկողության եւ ենթակայության տակ բերելը, որի մասն էր թե վենեսուելական գործողությունները եւ թե Գրենլանդիայի հանդեպ հավակնությունները։ Այսինքն մենք տեսնում ենք փաստացիորեն հեգեմոնի, այսպես ցնցումները, որը ամենևին ցանկություն չունի զիջելու իր դիրքերը, հակադրվող աշխարհը, որը շատ լավ հասկացել է այս ամբողջը եւ հատկապես այդ դիմակները նետելու արդյունքում այլևս քողարկման եւ արդարացման որևէ տեղ չի մնացել եւ այստեղ արդեն ճամբարները աստիճանաբար կհստակեցվեն ժամանակի ընթացքում, բայց մենք հասկանանք, որ բազմաբևեռ աշխարհը փաստացիորեն արդեն իրականություն է եւ այն քայլերը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականացնում է, այսօր ուղղված են համընդհանուր մեծ քաոս ստեղծելուն, որից նա շահող դուրս կգա իրենց հաշվարկներով, բայց կարծում եմ, որ նույն այդ երկրները, որոնք այլ պարագայում կարող էին միամտորեն հավատալ այս կամ այն խոստմանը եւ ենթարկվել, այսօր մենք տեսնում ենք, որ այդ ենթարկման process-ը այլ ճանապարհով է գնում եւ դրա ակնհայտ դրսեւորումը հենց վերջին իրանական զարգացումներն էին։ Այլ պարագայում մենք կարող ենք տեսնել, որ Թուրքիան միանշանակորեն աջակցում է Միացյալ Նահանգներին Իրանի դեմ գործողությունում եւ այդպես էլ եղել է նախկին բոլոր դրվագներում եւ այս դրվագում եւս նրանք իրենց մասնաբաժինը ունեն հենց արևմտյան ատրպատականի թուրքալեզու ուրեմն ազերիներին իրենցով անելու տասնամյակների գործընթացի առումով եւ նաեւ իսլամական ծայրահեղական խմբավորումների տարբեր ահաբեկիչների օգտագործման պարագայում, բայց այստեղ երբ որ մտնում է քրդական գործոնը, արդեն մենք տեսնում ենք բոլորին այլ հաշվարկի իրականացում եւ երբ որ կա Թուրքիա-Իսրայել տարածաշրջանում գերակա դերի հավակնությունների խնդիրը, արդեն մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից այլ վարքագիծ։ Մենք հասկանանք, որ այս process-ը, որը ահավոր ցավագին է եւ շատ մարդկային կյանքեր է խլելու, ցավոք սրտի դեռևս պիկին չի հասել եւ ես վախ ունեմ, որ այդ պիկը լինելու է այս տարվա ընթացքում, որից հետո որոշակի դադար կլինի եւ ամենամեծ զարգացումը մենք կտեսնենք 28 թվականից հետո, երբ ես ենթադրում եմ, որ այս ադմինիստրացիան դատելով այն տեմպերով, որ նա հեղինակազրկվում է, ուղղակի կփոխանցվի դեմոկրատականով, իսկ դեմոկրատները խնդիր չունեն տարբեր տեղեր պատերազմներ սկսելու։ Այս առումով մենք բավականին տխուր ժամանակներ ենք ապրում, որովհետև մեր իշխանությունների ձեռամբ եւ մեր իշխանությունների ղեկին հայտնված անձանց հանձնառությունների արդյունքում դրել են զոհասեղանին։ Եվ այդ զոհասեղանի առաջի զոհը եղավ Արցախը, որը նվիրաբերվել է Ադրբեջանին, հենց այդ հակաիրանական եւ հակառուսական գործողություններ անելու տրամաբանության մեջ, եւ որի պատճառով մենք այսօր անընդհատ հանձնման ու ենթարկման այս քաղաքականության տարբեր դրսևորումներն ենք տեսնում ամենատարբեր կորուստների ձևով։ Եվ այստեղ է, որ մենք պիտի շատ զգուշանանք եւ շատ կարեւոր հանգրվան է մեզ համար, որովհետեւ առաջիկա ընտրությունները կարող են մեզ համար փրկողակ դառնալ
այս իշխանությունների հեռացմամբ եւ ազգային իշխանությունների բերմամբ, որոնք ուղղակի մեզ դուրս կբերեն այդ զողահսեղանին գտնվող զոհի մակարդակից եւ մեր անվտանգային համակարգը համալիր ամրապնդելու միջոցով աստիճանաբար կսկսեն մեր պետությունը զերծ պահել այդ հեգեմոնիայի տարբեր սադրանքների եւ խարդավանքների մեջ անմիջականորեն օգտագործվելու ուրեմն հնարավորությունից։ Տեսեք, դուք ասում եք վտանգներից, հա, հատկապես խոսեցիք, բայց ինչ են անում այս իշխանությունները, հատկապես Նիկոլ Փաշինյանը եւ իր շուրջինները, ովքեր որ այդ կեղծ լոզունգը խաղաղության շրջանառում են եւ հենց խաղաղության օրակարգով էլ գնում են ընտրությունների։ Հենց կոնկրետ Թրամփի ուղին, որը կեղծ խաղաղության, չգիտես ինչ փաստաթուղթ էր, որը ստորագրեցին, եւ հիմա ասում են մենք ապրում ենք ազատ, անկախ, անվտանգ երկրում եւ չկան պատերազմ մեր տարածաշրջանում, զինվորները առողջ ծառայում են եւ ինչ ամենից պետք խաղաղություն, որը մենք բերել ենք ձեզ։ Հիմա այս մարդիկ ոնց որ նախորդ տարիներին էին փորձում ասել, եթե ընդդիմությունը գա իշխանության, ձեր ասած ազգային ուժերը, մեր ասած ազգային ուժերը, նրանք բերելու են պատերազմ։ Մենք ինչպես կարողանանք հանրությանը հասկացնել եւ տեղ հասցնել այն միտքը, որ այս մարդիկ բերել են 3 պատերազմ եւ այս 3 պատերազմների ընթացքում որի արդյունքում Արցախը իսպար ձեր ասած եւ այո նվիրված է այո մեր թշնամական պետությանը եւ հենց այս իրավիճակում հենց թշնամի պետությունն էլ ղեկավարում է Հայաստանի Հանրապետությունը։ Նախ ֆիքսենք, որ ոչ միայն նրանք բերել են 3 պատերազմ եւ մենք հազարավոր զոհեր ենք ունեցել, այլև նրանց մեղսակցությամբ եւ մասնակցությամբ հայ ժողովուրդը եւս մեկ անգամ արդեն 21-րդ դարում ցեղասպանություն վերապրեց, կորցնելով ամբողջ Արցախը եւ բռնի տեղահանման ենթարկելով Արցախահայությանը, որը հազարամյակների ընթացքում փաստացիորեն իր հայրենիքից չէր հեռացել։ Շատ հաճախ ես այստեղ շեշտում եմ ցեղասպանությունը, շատ հաճախ մարդիկ մտածում են, որ ցեղասպանություն ենթարկելու համար ուղղակի պիտի մորթվես, որպեսզի համարվես ցեղասպանված, բայց կոնվենցիան հստակ նշում է, որ պայմանների ստեղծումը լինի տնտեսական, լինի քաղաքական, լինի անգամ կրոնական եւ այլն, որը թույլ չի տալիս այդ կոնկրետ խմբին իր տեղում բնակվել եւ շարունակել ապրել եւ նպաստում է նրանց հեռացմանը, դա եւս համարվում է ցեղասպանություն։ Դա այսպես ասած ոչ արյունոտ ցեղասպանություն, բայց մեր պարագայում անգամ արյան դա համալրվեց, որովհետեւ եւ մեկօրյա այդ հարձակումը եղավ եւ բլոկադան եղավ, որը ինքը իրենով նույնպես ցեղասպանական գործողություն է, սովի մատնելը մի ամբողջ բնակչության եւ նաեւ չմոռանանք այն բենզինի ուրեմն ցիստերների պայթյունը, որի արդյունքում հսկական զոհեր ունեցանք։ Սա ուղղակի մեր ժողովրդի համար ֆիքսենք, որտեղ շատ հաճախ այդ վախենում են բառը օգտագործել, բայց դա իրականություն է եւ դա պետք է գիտակցել։ Այսինքն հիվանդությունը պիտի ճիշտ ախտորոշես, որպեսզի կարողանաս լուծումները տալ։ Այս իշխանությունների պարագայում իրենք խաղաղությունը, որը չկա, որը փաստացիորեն իրականությանը չի համապատասխանում, օգտագործում են որպես նախընտրական թեզ, որով հերթական անգամ փորձեն մեր ժողովրդին խաբել, ինչը արեցին 21 թվականին, եւ վերընտրվելով արդեն մինչև վերջ հասցնել այն ծրագիրը, որի համար իրենք բերվել են։ Սա խաբկանքի մի միջոց է եւ այն փաստաթուղթը, որ իրենք ստորագրեցին թե օգոստոսի 8-ին 25 թվականի, թե այս Թրամփի ուղի կոչվածի այդ մանրամասների մի մասը, որը բացահայտվեց, ընդ որում նրանք այս բացահայտումները փորձում են այսպես մասնեմաս անել, որպեսզի շատ մեծ ցնցումների մեջ չգցեն ժողովրդին, ուղղակի եւ տարբեր մոդելավորումներով դա կարծես ընդունելի դարձնել հանրության համար, բայց դա ուղղակի գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց վասալություն ընդունելու փաստաթուղթ էր։ Այսինքն մի փաստաթուղթ, որը ամրագրում էր մեր երկրում ամերիկյան ներկայությունը, ոչ թե ամերիկյան ընկերությունների գործունեությունը կամ նրանց ներդրումները, այլ ամերիկյան ռազմական անգամ ներկայությունը եւ այս պարագայում մենք արդեն ամբողջովին նշեցի, որ զոհասեղանի վրա են գտնվում, բայց նաեւ ամբողջովին մեզ դնում են այդ բախվող
տերությունների շահերի հենց բախման կետում, հա, հանգուցակետում։ Եվ սա էլ միտումնավոր է արվում։ Այս իշխանությունները գործում են դրսի թելադրանքով։ Օտար ծրագիր են սպասարկում, օտար ծրագիր, որի մասն է անբաժան դարձել թուրքական-թուրանական ծրագիրը, եւ այս տարածաշրջանը ըստ այդ ծրագրի իրենց համար կառավարելի դարձնելու նպատակ ունեն նաեւ ժողովրդագրական փոփոխություններ իրականացնել, հաշվի առնելով, որ գերակշիռ կերպով հայկական տարից բաղկացած պետությունում իրենք չեն կարողանում հեշտ ու հանգիստ իրականացնել բաժանիր, որ տիրես քաղաքականությունը։ Եվ այդ նպատակով հղացվել է նաև այդ արևմտյան Ադրբեջան 300,000 ադրբեջանցիների անօրինական եւ որևէ իրավունքով չամրագրված ուրեմն վերադարձի խնդիրը, իրենց ներկայացման վերադարձի, բայց փաստացիորեն այստեղ էթնիկ կազմի փոփոխության եւ իրենց համար կառավարելի տարի կամ կառավարելի պետություն ունենալու գաղափարի ամրապնդումը, որը կօգտագործվի որպես նիզակ թե Իրանի դեմ, թե Ռուսաստանի դեմ եւ ընդհանրապես որպես գաղափարապես կուռ զանգված չի գործի եւ հեշտ կլինի խաղացնել ըստ իրենց ցանկությունների։ Դա է իրականացնում այս իշխանությունը։ Իսկ դրա վերջնական իրականացման համար իրեն պետք է վերընտրվել։ Վերընտրվելու համար նրանք կգնան ցանկացած քայլի, որը կկարողանան որպես կամ իրենք կենթադրեն, որ կկարողանան օգտագործել որպես մարդկանց սառը դատողությունները մթագնելու միջոց։ Տիկին Աղաջանյան, այս ընթացքում ինչու հենց Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ եկեղեցուն, որովհետև ստացվեց այնպես, որ ամեն դեպքում եկեղեցու այս իրենց մտածածին պայմանները առաջ քաշելով, հատկապես այն տիրադավերը, ովքեր որ միացան Նիկոլին եւ կառավարությանը, որը ինքն է հիասթափության մեծ ալիք բարձրացավ այնուամենայնիվ ինչու հենց այս ժամանակահատվածը ընտրեց Նիկոլը, որովհետև ամեն դեպքում եկեղեցին այն ամենանուրբ եւ ամենախոցելի, հա, այսպես ասեմ, համակարգն է, որ երբեք չէր կարելի ձեռ տալ, բայց ամեն դեպքում մենք հիմա տեսնում ենք, որ կոնկրետ պետությունը եւ դատական իշխանությունը խառնվում է եկեղեցու ներքին կանոնակարգին, որոշումներին հակասահմանադրական գործողությունների են ենթարկում։ Հիմա այս իրավիճակում մենք ինչպես կարող ենք դուրս գալ, որտեղ բոլոր համակարգերը, պետական բոլոր համակարգերը փլված են, գոյություն չունեն եւ միակ կառույցը մեր գոյաբանական ինքնությունը պահող կառույցը հայ առաքելական եկեղեցին էր, որը տեսնում ենք, որ գնալով ինչ որ սրվում են իրավիճակները, բայց հասկանում ենք, որ Նիկոլը օրակարգ չունենալով, մենք տեսնում ենք, հա, որ ամեն կիրակի ինչ որ մի բան է մոգոնում եւ այդ մոգոնածի շուրջ փորձում է ինչ որ օրակարգեր ձևավորել։ Տեսեք, նախ եկեղեցու դեմ այս արշավը նոր չէ, 18 թվականին կհիշեք այդ դադար հետո նորից դադար չէր, դա այստեղ ուղղակի փորձ էր, որը չհաջողվեց։ Իրենց թվում էր, որ այդ էйֆորիկ տրամադրությունների ներքո իրենք կարող են ժողովրդային զանգվածներ իրենց հետևից տանել եւ ստիպել որոշակի գործողություններ, բայց փառք Աստծո, որ մեր ժողովրդի այսպես ինքնապաշտպանական այդ բնազդը թույլ չտվեց շահարկելու եւ շահագործելու այդ հանգամանքը, իրենց աջակիցների այդ բանակ ունենալու հանգամանքը եւ իրենք այդ պահին փաստացիորեն նահանջ արձանագրելով սկսեցին այլ կերպ եկեղեցու դեմ պայքարել եւ եկեղեցու դիրքերը հասարակության մեջ եւ հայի ինքնության մաս լինելու հանգամանքի մեջ ոչնչացնել։ Հիշենք, ուրեմն եկեղեցու պատմությունը դասագրքերից դուրս բերելու ամբողջ գործընթացը, հիշենք իրենց տարբեր տեսակի խոսույթները, որ ծնկի կգան մեր առջև եւ այլն, եւ հատկապես այն հանգամանքը, որ 24 թվականին իրենց մտածում էին, որ այլևս մեր ժողովրդի դիմադրողականությունը ջարդված է եւ ողնաշարը կոտրված է, նա ոտքի չի կանգնելու, հետեւաբար իրենք կարող են հեշտ ու հանգիստ գնալ մնացած քայլերին, դա ուրեմն ենթադրում էր թե ռուսական բազաների դերուսբերումը, թե սահմանների հանձնումը, կհիշեք իրանցի պատմությունը եւ այլն, սակայն Բագրատ Սրբազանի առաջնորդած
շարժումը ցույց տվեց, որ հակառակ այդ դիմադրողականությունը շատ արագ ոտքի կկանգնի եւ եկեղեցին այն մարմինն է, որը իր շուրջը համախմբում է բոլորին, անկախ նայած նրանք կուսակցական են, ոչ կուսակցական եւ այլն, եւ այստեղ իրենց հաշվարկները գնացին նորից այն ծրագրերով, որ այդ գունավոր հեղափոխությունների շրջանում իրականացվել են, ինքնության ոչնչացման հենասյուները կոտրելու եւ դրանց ազդեցությունը հասարակության վրա նվազեցնելու ճանապարհով, իսկ այս պարագայում եկեղեցին նույն Ուկրաինայում նույն պատմությունն է, նույն Վրաստանում նույն ճանապարհով են անցել, նույն Մոլդովայում նույն խնդիրն է, նույն միջինասիական երկրներում այդ ճանապարհով անցել են, այսինքն օգտագործելու դիմադրողականության համար հենասյուն հանդիսացող առանցքների ոչնչացման գործընթաց։ Մեր պարագայում եկեղեցին, որը հազարամյակներով եղել է մեր ինքնության եւ մեր գոյատևման նաեւ առաջամարտիկը։ Այս պարագայում զարմանալի չէ, որ իրենց կողմից սկսվեց այս արշավը եւ դա նաեւ դրսից թելադրված արշավ էր, որովհետեւ այն գործողությունները, որով պետք է թե այդ միջանցքի հանձնումը լիներ, թե սահմաններում համապատասխան հանձնումներ լինեն, թե անկլավների հանձնումը լինի, արձանագրենք, որ սրբազան պայքարով փաստացիորեն կանգնեց հանձնումների process-ը, տարածքային հանձնումների process-ը, որտեղ այդ ժամանակ իրենք նախատեսում էին նաև Տավուշի շրջանից, բացարձակապես երբևէ Ադրբեջանին չպատկանած այսպես կոչված անկլավների հանձնումը եւ Տիգրանաշենի հանձնումը։ Այդ process-ը կանգնել է, բայց այդ process-ը չի վերացել եւ դրա առաջ տանելու համար իրենց պետք է ընտրություններում հաղթել, որպեսզի այլևս խնդիր չունենան ժողովրդի դիմել եւ ասել դուք մեզ ընտրել եք, ինչպես հիմա են ասում, անկախ նայած որ իրենք 21 թվականին բացարձակապես տարբերվող օրակարգով են գնացել ընտրությունների, բայց մինչեւ օրս դրոշ են թափարում, թե դուք մեզ ձայն եք տվել եւ մենք իրավունք ունենք սա անելու։ Առավել եւս հիմա, երբ որ նա հայտարարել է, որ նա վերացնում է երրորդ հանրապետությունը, չգիտես ինչ որ ամորֆ չորրորդ հանրապետություն է ցանկանում ստեղծել, եւ այս պարագայում հաշվի առնելով նաեւ բոլոր մնացած խոսույթները նա արդեն այսպես քարտ բլանշ է ունենալու իր ձեռքին, որպեսզի ցանկացած զիջում իրականացնի, ընդ որում սահմանադրությունն էլ փոխելով մեր ազգային ամբողջ ուրեմն նպատակներին հետապնդելու ցանկացած դրույթ վերացնելով, եկեղեցու դիրքերը թուլացնելով, այսինքն ամեն ինչ որ հայկական եւ ազգայինի հետ կապ ունի, դա սահմանադրությունից պիտի դուրս գա եւ դառնա ինչ որ անհասկանալի ամորֆ մի բան եւ այդ թվում նաեւ դռները այսպես կրնկակող բացելով մեր թշնամիների վերաբնակեցման եւ այստեղ իրենց համար արդեն թուրքական տարածք դարձնելու ճանապարհին։ Սա այն հանձնառությունները, որ իրենք ունեն եւ դրա ճանապարհին նրանք փորձում են վերացնել հնարավոր դիմադրության օջախները եւ այդ դիմադրության կազմակերպման օջախները։ Իսկ այս պարագայում նաեւ Արցախի ցեղասպանության մարսման գործընթացը իրականություն դարձնել, որին խոչընդոտող է նաև եկեղեցին, նաև եմ ասում եկեղեցին, որը աշխարհում բարձրաձայնում է այդ խնդիրների մասին։ Այսինքն այստեղ մի քանի նպատակ է հետապնդվում եւ ինքնության ոչնչացման առումով եւ տարածքների հանձնման ժամանակ դիմադրություն չունենալու եւ այդ վերադարձի ժամանակ դիմադրություն չունենալու համար իրենք փորձում են վերացնել բոլոր առանցքները եւ այդ առանցքների մեջ ամենակարևորը եկեղեցին, որը նաեւ Սփյուռքի կազմակերպման հետ կապված բնականաբար հարյուրամյակներով իր անփոխարինելի դերակատարումն է ունեցել եւ այսօր էլ ունի եւ այս առումով Պաստոն մեկ հարվածով իրենք փորձում են մի քանի նպատակ սպասարկել, որոնցից ոչ մեկը հայանպաստ չէ եւ բոլորը սպասարկում են մեր թշնամիների օրակարգը։ Այսօր դա արագացվում է, որովհետեւ իրենց վրա ժամանակ է դրված, թե Իրանի դեմ գործողությունները, որի առաջի համեն այդպես վերջի շրջանի առաջի դրվագը մենք հունիսին տեսանք, երկրորդը հիմա էր հունվարին եւ իմ հաշվարկներով երրորդը լինելու այս ամռան, այսքան հերթական նախապատրաստություններից հետո դա լինելու է։ Եվ այս պարագայում խստիական է, որ այդ Զանգեզուրի միջանց կոչվածը գործի, որպիսի Թուրքիայից դեպի Ադրբեջան ըստ
արևմտյան ծրագրերի սպառազինությունների եւ մարդուժի այդ թվում ահաբեկիչների հոսքը կարողանան անխաթար, անխոչնդոտ ապահովել, որով Իրանի հյուսիսից կարողանան գործողություններ իրականացնել, դրանով իսկ բսկտելով այդ երկիրը։ Հուսամ մեր ժողովրդի խելամտությունը եւ իրավիճակի ճիշտ գնահատումը թույլ չի տա նրանց իրականացնելու այդ ծրագրերը եւ ես մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ գոնե այս պահին, այս ամենա խոցելի խնդրում, հա, որը վերաբերում է մեր եկեղեցուն, անգամ մարդիկ, որոնք երբևէ իրենց հավատացյալ չեն համարել, հաշվի առնելով, որ դա մեր ինքնության անբաժանելի մասն է, կանգնում են եկեղեցու կողքին, հասկանալով, թե ինչ հեռահար նպատակներ է դա սպասարկում։ Հիմա մենք գնում ենք ընտրությունների եւ գրեթե ժամանակ չի մնում, որտեղ մի քանի ամիս է, հա, որ խորհրդարանական ընտրություններն են սկսելու։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, Տիկին Աղաջանյան, մենք հանրությանը ինչ մեսիջ պիտի ուղարկենք, որ ինչու նախ գնա ընտրությունների, երկրորդ ուղղորդենք, որ ընդդիմությունը որպես այդպիսին ինչ պարտավորություն է վերցնում իր վրա, եւ երրորդ ինչու չընտրել Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, այս ընտրությունները ցավոք սրտի եմ սա ասում, սա մեր լինել չլինելու ընտրություններ են լինելու եւ սրա գիտակցումը պետք է յուրաքանչյուր հայի եւ Հայաստանի քաղաքացու մղի դեպի ընտրատեղամաս։ Որտեղ այդ դժբախտությունը յուրաքանչյուրիս ընտանիք է մտել։ Ոչ միայն մտել է, այն ամենօրյա ռեժիմով քայքայում եւ պառակտում է մեր հանրությունը եւ մեր ներ հանրային հարաբերությունները, այնպիսի ատելություն, այնպիսի ագրեսիվություն, որ մենք այսօր ենք տեսնում անգամ մեր երիտասարդների պահվածքի ու վարքի մեջ, որ տարական խնդիրների քննարկման ժամանակ դանակահարություն եւ գնդակահարություններ ենք մենք փաստացիորեն, այսինքն ուժի կիրառում, երբ որ ամենապարզ խնդիրներ են լուծվում կամ կարող են լուծվել ընդհանրապես 1-2 նախադասությամբ քննարկելով, դրա փոխարեն մենք տեսնում ենք ամենաագրեսիվ պահվածք, դա գայս է այս իշխանությունների բերած ամենաստոր բարքերից եւ վարքագծից։ Սա արդեն մեր հանրությունը քայքայելու միջոցն է եւ մենք առաջին հանրությունը չենք, որ նման խնդիրներով անցնում է, նույն թմրանյութերի տարածումը, նույն զենքի, ասենք, գործադրումը, հասարակական ներհասարակական քաոսը եւ ագրեսիվությունը օգնում են այն ավելի կառավարելի դարձնել։ Այսինքն մարդիկ փոխանակ սառը դատողությամբ որոշումներ կայացնեն եւ པարզ հայացքով իրականությանը նայեն, նրանք արդեն այդ խառնիճաղանց զգացմունքային տարերի մեջ ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն չունեն։ Հատկապես անպատժելիության մտնոլորտում։ Այո, եւ պատահական չի, որ մենք ամենակրիտիկական խնդիրների մոտենալու ժամանակ մենք տեսնում ենք այսպես մեր հանրության վրա հերթական ստրեսային դրսևորումը, օրերս կարծեմ մենք ցավոք սրտի նշում էինք 3-րդ տարելիցը մեր ողջակիզված զինվորների եւ դա եւս պատահական չէր։ Այսինքն որ մենք ժամանակային առումով նայում ենք այդ ժամանակվա գործողությունը, կհիշեք, որ բլոկադան նոր էր սկսվել եւ հանձնումների հերթական ուրեմն սցենարներ մշակվում։ Ընտրությունների գնալը եւ այս իշխանություններին չընտրելը նշանակելու է ոչ ասել թշնամուն եւ այո ասել հային ու հայրենիքին, այո ասել հայի պետականություն ունենալու գաղափարին, այո ասել սեփական գոյությունը առաջ տանելու գաղափարին։ Շատերը կարող են մտածել, որ դրսում ինչ-որ մարդիկ ինչ-որ բան որոշել են եւ իրենց ձեռքին ինչ-որ հնարավորություն չկա դրան հակազդելու եւ ցավոք սրտի մեր որոշ վերլուծաբաններ իրենց մեկնաբանություններով կամա թե ակամա խրախուսում են նման պատկերացումը, բայց հասկանանք, որ ժողովրդի փոխարեն ոչ մեկ չի կարող ընտրություն կատարել եւ ժողովուրդը իր ճիշտ վարքագծով եւ դատողությամբ կարող է այդ գործյան հանգույցը կտրել ուղակի եւ դրա համար շատ կարեւոր է որպեսզի մարդիկ գնան ընտրությունների եւ քվեարկեն այս իշխանությունների դեմ հօգուտ ազգային ուժերի
Ես մի պարզ օրինակ բերեմ, ես ազգ մարդկանց բացատրելու համար միշտ ասում եմ, այս իշխանությունների աջակիցները լինեն գաղափարային աջակիցներ, լինեն, չգիտեմ, կախվածության մեջ գտնվող կամ վախի պայմանով նրանց աջակցողներ, նրանք բոլորը գնալու են ընտրությունների։ Միանշանակ, այսինքն նրանց չեն թողելու, որ նրանք տներում նստեն։ Այո, իր էլեկտորատը միանշանակ գնալու է ընտրությունների։ Ենթադրենք նրանք 5-ն են, հա? Եթե 10 մարդ է մասնակցում ընտրություններին, ապա այդ 5-ը այդ 10-ի մեջ կազմում է 50%, այսինքն իրենք ձայների մեծամասնություն են ունենում։ Եթե 30-ն է մասնակցում, այդ պարագայում այդ 5-ը այդ 30-ի մեջ ունենում է ընդամենը 20% ձայն։ Եթե 40, 50, 60-ն է, արդեն այդ ձայների թիվը պակասում է եւ նրանք գերակա ուժ լինելու հնարավորություն չունեն։ Սա ցավոք սրտի եմ ասում, մեր միակ մնացած միջոցն է այս իշխանություններին հեռացնելու եւ հեռացնելու խաղաղ ճանապարհով։ Քանի որ մեր ժողովրդին այնքան են ցավեցրել, մեր ժողովրդին այնքան են այսպես պատնեշավորել, հա, իրեն այսպես սեղմել, որ ժողովուրդը փողոցի միջոցով փոխելու այդ ուժը ցավոք սրտի չունի, նրան իրոք շատ են կոտրել, բայց կամքի դրսևորումը երբեք չի պակասում եւ այստեղ շատ կարեւոր է, որ մենք բոլորս գնանք ընտրությունների եւ ինչպես ասացի, ոչ ասենք Թուրքին ու թշնամուն, ինչ եմ ասում Թուրքին, որտեղ այս իշխանությունները սպասարկում են այդ օրակարգը, եւ այո ասենք հային ու Հայաստանին։ Այս իշխանությունների վերարտադրվելու պարագայում մենք շատ կարճ ժամկետում, տարի ու կեսվա ընթացքում մենք ուղղակի մեր հայրենիքը կկորցնենք։ Շատերին սա կարող է ինչ-որ առասպելական թվալ, նույն առասպելականներ թվում, երբ որ ասում ենք Արցախը կհայաթափեն, եւ շատերի համար թվում էր դա անիրական, անհնարին եւ հույս ունեին, որ ինչ որ երկրներ, ինչ որ ուժեր դրա դեմը կարող են առնել։ Մենք հասկանանք, որ հայ ժողովուրդը պատմության ընթացքում շատ վճռորոշ ժամանակահատվածներում ամենաանսպասելի կերպով իր կամային հատկությունները ցուցաբերելով փոխել է պատմության այն գծված ուղին, որը որոշ տերություններ եւ ուժեր ենթադրել են, որ այսպես հստակ ձևով պիտի գնա եւ կարծում եմ այսօր նաեւ այդ պահն է, որպեսզի մեր ժողովուրդը իր կամային այդ հատկությունները հաշվի առնելով եւս մեկ անգամ կոտրի թշնամու գծած այս որոգայթը, ջարդի այդ որոգայթը եւ թույլ չտա իրեն ուղակի զոհ մատուցելու այդ աշխարհաքաղաքական նպատակներին։ Մենք հսկայական ներուժ ունենք եւ այս իշխանությունները չեն ցանկանում որևէ կերպ թույլ տալ, որպեսզի ժողովուրդը գիտակցի այդ ներուժի կարեւորությունն ու աստիճանը, բայց մենք եւ հատկապես ընդդիմությունը պիտի աշխատի մեր հանրության բոլոր սեգմենտների հետ, բացատրելով առաջինը ընտրությունների գնալու կարևորությունը, երկրորդը այդ ընտրություններին այս իշխանություններին ոչ ասելու եւ ազգային ուժերին այո ասելու անհրաժեշտությունը եւ ուղղակի ցույց տալու այն ճանապարհը, որով մենք կարող ենք թե անվտանգային խնդիրները լուծել եւ թե տնտեսական հզորացման հասնել։ Իսկ անվտանգային խնդիրները լուծելու համար բացարձակապես անհրաժեշտ չէ պատերազմական գործողությունների դիմել։ Դա կեղծ թեզ է, որով փորձում են այս իշխանությունները հանրությանը այդ վախի մթնոլորտի մեջ պահելով ինչ որ ձայներ կորզել մարդկանց թյուրըմբռնման մեջ նետելով։ Դիվանագիտորեն հնարավոր է։ Դիվանագիտորեն մենք շատ բանի կարող ենք հասնել։ Անվտանգային համակարգերը ամրապնդել ուղղակի ես կարող եմ ասել ժամերի ընթացքում կարելի է իրավիճակը փոխել եւ եկեք հետ նայենք մեր անցած ճանապարհը, որքան էլ դժվար է եղել եւ պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը միակն է հետխորհրդային պետությունների մեջ, որ իր սկզբնական, շրջանում ամենադժնդակ պայմաններով էր սկսել, հաշվի առնելով թե ընթացող պատերազմը, թե բլոկադան, որի շրջանում մենք գտնվում էինք, թե ամբողջովին տնտեսության զրոյացման հանգամանքը այդ բլոկադայի արդյունքում եւ թե երկրաշարժից տուզած լինելու եւ
կես միլիոնից ավելի փախստական ու տեղահանված ունենալու հանգամանքը։ Անկամ այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարողացավ ոչ միայն հարաբերական խաղաղություն պահպանել այդ ժամանակահատվածում, այլև ունենալ բանակ, որը համարվում էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, եւ թույլ չտալ մեր թշնամիներին մտածել անգամ ռազմական ոտնձգությունների մասին։ Միակ ոտնձգությունը, որ 16 թվականին նրանք իրականացրել են, իրենց, այսպես ասած, սխալ հաշվարկների արդյունքում, նրանք այնպիսի հակահարված ստացան, որ հետո ստիպված եղան արդեն ներքին թշնամու ներդրմամբ մեր երկրին բերել հասցնել պայմանավորված պարտության եզրին։ Սա մենք հասկանանք, որ ժողովուրդը խոսք ունի, երբ որ գողը տանից է, կովը երդքից էլ դուրս կգա։ Այդ ցավոք սրտի մեր գողը մեր տանից է, եւ թշնամին աշխատել է ամեն կերպ այդ գողին մեր տուն ներդնելու համար եւ նրան իշխանության ղեկին հասցնելու։ Եվ պատահական չի, որ մենք այսօր լսում ենք թուրքական ղեկավարության կողմից միանշանակ աջակցություններ այս իշխանություններին, որով իրենք բացահայտում են եւ ժամանակին մենք հիշենք Ալիևի խոսքերը, որ ասում էր էական մասնակցություն ունեցել 18 թվականի իշխանափոխության ուրեմն ծրագրում։ Մենք հասկանանք, որ սա գլոբալ մեծ ծրագիր է, մեծ պատերազմ է այսօր հեգեմոնիկ իշխանությունը պահելու եւ աշխարհի ռեսուրսներին տիրանալու ցանկությունը պահող արևմտյան ուրեմն ուժային կենտրոնների եւ հատկապես Միացյալ Նահանգների եւ մնացյալ աշխարհի, որ բոլորովին ցանկություն ունի գաղութային կամ նեոգաղութատիրական ինչ որ համակարգում ապրելու եւ աշխատելու եւ սպասարկելու այս գաղութատերերի ցանկությունները։ Իսկ այս ամենի մեջ, երբ որ մենք կարող ենք ընդհանրապես ոչ միայն կղզիացած լինել եւ այս հարվածներից հեռու լինել, ինչ որ միտեղ պարզված լինելով մեր կարողություններով, այլ հակառակը մեզ բերել եւ դրել են այդ ամենի կիզակետում եւ անգամ զոհասեղանին։ Իսկ դրա կոտրելու միակ միջոցը ցավոք սրտի մնացել է ընտրություններ, որտեղ այս իշխանությունների ձեռամբ այդ ժողովրդավարական կոչված կամ իրավական կոչված բոլոր մեխանիզմները արդեն այնքան են ոտնակոխ եղել, որ անգամ սահմանադրությունն են խախտում եկեղեցու ուրեմն գործերի եւ նշանակումների մեջ քթները մտցնելով։ Ես վստահեցնում եմ, որ այդ ամենը ժամանակի ընթացքում իր արժանի գնահատականը կստանա այդ թվում նաեւ իրավական առումով, բայց դրա համար մեր ժողովուրդը իր վճռական խոսքը պիտի ասի, ինչպես ասել է Սարդարապատում, ինչպես ասել է Արցախյան առաջի պատերազմի ժամանակ եւ իրոք կտրե այս գործյան հանգույցը եւ թույլ տա մեզ որպես հայերի ապրելու մեր հայրենիքում ունենալու մեր պետությունը եւ ես անկեղծորեն ասեմ այն ժամանակահատվածում երբ որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի ամենա այսպես կայուն եւ հզոր պետությունն էր եւ մենք հպարտանում ենք որ մենք միակն ենք որ քաղաքացիական պատերազմ չունեցանք փաստացիորեն մեր ներսում այդ ժամանակ ամենաանդոր վիճակներ ամբողջ այս մեծ տարածաշրջանում եւ սա պիտի բերի այն գիտակցության որ ուժեղ Հայաստանը կռվանն է ընդհանրապես այս կապող աշխարհի տարբեր հյուսիսը հարավին արևելքը արևմուտքին կապող այս հանգույցի անդորը ապահովելու միակ միջոցն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ